Բարև ձեզ, առաջինի եթերում հարցազրույցն է։ Սիրիայից ստացող տեղեկատվության մեջ գրեթե ամեն օր կարելի է հանդիպել ահաբեկչական գործողությունների մասին լուրերի։ Բայց երևի առաջին անգամ է, երբ ռմբակոծվում է բուհական հաստատություն, որին կից տեղակայված է եղել նաև փախստականների կացարաններ։ Հենց սա է մտահոգիչ, որ հակամարտությունում ներմուծվում է նոր ձեռագիր։ Այսօր իմ զրուցակիցը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրասյանն է, բարև ձեզ։ Կարծիք կա, որ քաղաքացիական պատերազմի միակ հնարավոր ելքը իսլամական պետության ստեղծումն է այստեղ։ Ոչ միայն այդ կարծիքը կա, կան կարծիքներ նաև, որ հնարավոր կլինի խուսափել դրանից։ Բայց այդ սցենարը, այսինքն իսլամական պետության սցենարը ներկա փուլում կարծես թե ավելի հավանական է։ Ուղղակի այստեղ պետք է իմ կարծիքով ընդգծել հետևյալ հանգամանքը, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Սիրիան կպահպանվի այն սահմաններում, որ հիմա կա, որտեվ կարծես թե շատ դժվար կլինի ընդդիմության համար, եթե նույնիսկ նա հաղթի, ես մեծապես կասկածում եմ դրանում, նույնիսկ եթե հաղթի, որ ինքը կկարողանա պետությունը պահել այն սահմաններում, որ գոյություն ունեն։ Մի կողմից ինքը ընդդիմությունը պարակտված է, բազմաթիվ խմբավորումներ են զինված եւ շարունակում է պարակտվել, որոնք սկսել են արդեն բախումները մեկը մյուսի դեմ։ Այդ նոր փուլը սկսվել է։ Մյուս կողմից այն հակասությունները, որոնք դուրս եկան այս վերջին 2 տարիների ընթացքում, ջրի երես, նրանք այնքան խորացել են, որ ես չեմ կարծում, որ ընդդիմությանը, եթե նա նույնիսկ գա իշխանության, հնարավոր կլինի օրինակ ալավիներին, որոնք բավական մեծ թիվ են կազմում, մոտ 10% բնակչության, պահել մի պետության կազմում, որտեղ մեծամասնությունը կլինեն սուննիները։ Նույնը կարելի է ասել քրդերի մասին։ Դեռ ավելին, քրդական տարածքներում, Սիրիայի հյուսիսում, հյուսիս-արևելքում բավական արագ տեմպով ընթանում են պետականաստեղծ աշխատանքները։ Այսինքն ճիշտ են այն դիտարկումները, որ հենց Սիրիայում է որոշվում տարածաշրջանային մի շարք կարևոր վեկտորների ուղղությունները, որոնցից մեկը, երկուսը անցնում են նաև Հայաստանով։ Հիմա մեր դիրքորոշումը որը պիտի լինի այստեղ, կամ մենք ինչպես պիտի ադապտացվենք այդ նոր երևույթներին։ Ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը պետք է առաջին հերթին խարսխված լինի այն մոտեցման վրա, որ Սիրիայի գործերը պետք է որոշեն իրենք սիրիացիները։ Եվ արտաքին միջամտությունը, որը այս 2 տարիների ընթացքում ցավոք սրտի ի հայտ եկավ շատ սուր ձևով, զենքի եւ զինված ջոկատների ներմուծման տեսքով համարյա բոլոր հարևանների սահմանամերձ շրջաններից եւ Թուրքիայից եւ Հորդանանից եւ Լիբանանից։ Դա փորձարկված էր, բայց Սիրիայում կարծես չաշխատեց։ Աշխատում է եւ հենց դա է պատճառը, որ մինչեւ հիմա պայքարը շարունակվում է։ Եթե չլիներ արտաքին միջամտությունը, ես կարծում եմ, որ իշխանություններին ավելի արագ եւ հեշտությամբ կհաջողվեր հաստատել կարգ ու կանոն։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ մեր մոտեցումը այս իրադարձություններին պետք է առաջին հերթին եւ մեծապես պայմանավորված լինի սիրիահայ համայնքի վիճակով, մեր եղբայրների եւ քույրերի վիճակով։ Մեզ համար գերագույն նպատակ պետք է լինի օժանդակել, օգնել, որ պահպանվեն առաջին հերթին նրանց կյանքերը։ Դե Թուրքիան արդեն արձագանքել է ձեր ասացին, սահմանը չի բացի սիրիահայերին օգնելու համար։ Ես ճիշտ ասած դրանում չէի կասկածում, որ չի բացի։ Այև այդ նախաձեռնությունը, որ տեղի ունենում հիմա մինչև կարծեմ փետրվարի 4-5-ը պետք է շարունակվի։ Այդ նախաձեռնությունը ես կարծում եմ ի սկզբանե չուներ հնարավորություններ հաջողության հասնելու։ Ինչու, բայց եթե կա ամերիկյան միջամտությունը։ Նույնիսկ ամերիկյան միջամտության պայմաններում, որտեղ վերջին տարիներին մենք ոչ միայն վերջին տարիներին, տասնամյակների ընթացքում տեսնում ենք, որ չնայած Ամերիկայի ջանքերին, ճնշումներին, Թուրքիան իր գիծը շարունակում է, այսինքն
փակ է պահում սահմանը Հայաստանի հետ։ Եվ ես կարծում եմ նույնիսկ այս դեպքում եւս Թուրքիան չէր շեղվի իր այդ ստրատեգիական գծից փակ պահել սահմանը Հայաստանի հետ, այդպիսով ճնշում գործադրելով Հայաստանի վրա։ Թուրքական հաշվարկները չեն իրականանում Սիրիայում, թե դեռ պիտի սպասել։ Պետք է ճշտենք, որն էր Թուրքիայի հաշվարկը։ Եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան վերջին տարիներին 2-3 տարվա ընթացքում շատ հստակ փորձում է անցկացնել մի նոր քաղաքականություն տարածաշրջանում, որի նպատակն է հասնել տարածաշրջանային լիդերի ուժի կենտրոնի դիրքի։ Այս տեսակետից իհարկե Թուրքիային անհրաժեշտ է թույլ Սիրիա, գուցեև մասնատված Սիրիա։ Ամեն դեպքում Սիրիան Թուրքիայի համար աշխարհաքաղաքական առումով մրցակից է։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ թուրքերը մի քիչ, ոչ թե մի քիչ, այլ բավական սխալվեցին իրենց հաշվարկներում, որտեղ փաստորեն այս իրադարձությունների Սիրիայում տեղի ունեցող պատերազմի արդյունքում Սիրիայի հյուսիսային Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում, քրդաբնակ շրջաններում, ինչպես ասեցի, սկսվեց քրդական զարթոնքը եւ արդեն Թուրքիան իր սահմանների վրա փաստորեն ստանում է երկրորդ պետական միավորումը քրդական, եթե մեկը կար հյուսիսային Իրաքում, սա արդեն երկրորդն է։ Եվ սահմանները Թուրքիայի քրդական այդ պետական միավորումների հետ արդեն 1000 կիլոմետրից անցել են։ Դա իրագործելի է, եթե արևմուտքի հաշվարկները համընկնեն այստեղ այդ գաղափարի հետ, բայց մեր շահերն են հետաքրքիր անշուշտ այստեղ։ Թուրքական դիվանագիտությունը սևեռված է այսօր սիրիական, քրդական հարցերի վրա։ Այսինքն ստվերում է մնում Հայաստանի հետ բանակցային գործընթացը։ Պիտի հանձնել պատմությանը ավելի դիպուկ ասենք այս Ես process-ը։ կարծում եմ, որ ներկա փուլում Թուրքիան շահագրգռված չի։ Մեր տարածաշրջանում, այսինքն հարավային Կովկասում որևիցե ակտիվություն ցուցաբերելու մեջ։ Քանի որ նա հիմնականում, ինչպես ասեցինք, սևեռված է Մերձավոր Արևելքի գործերի մեջ, որտեղ ինքը շատ խորը մխրճվել է։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ մոտակա ապագայում Թուրքիայի կողմից որևիցե դրական քայլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ սպասելը անիմաստ է։ Այսինքն թուրքերը մոռացել են արձանագրությունը, մենք դեռ ոչ։ Ճիշտ ասած, մենք էլ ենք առանձնապես չենք հիշում, որովհետև իմ գնահատմամբ այդ արձանագրությունները արդեն սպառել են իրենց նշանակությունը կորցրել են, որտեղ Թուրքիան ցույց տվեց, որ փաստորեն նա ստորագրությունը դնելով եւ դրժելով լուրջ բանակցային գործընկեր այս համենայն դեպս այս արձանագրությունների շրջանակում լինել չի կարող։ Սպառել են իրենց բոլոր հավանական փոփոխությունների դեպքում։ Ես կարծում եմ այո, եւ եթե Թուրքիայի կողմից մենք տեսնենք, որ կա ցանկություն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, պետք է իմ կարծիքով մեր դիվանագիտությունը հարցը դնի այլ հարթության վրա։ Ոչ թե նախապես ինչ որ արձանագրություններ, այլ երկու կողմերը պետք է հայտարարությունով հանդես գան, որ հաստատում են դիվանագիտական հարաբերություններ եւ դրանից բխող բոլոր հանգամանքներով։ Սիրիական դեպքերը հայերի եւ Հայաստանի համար հասկանալի է, ինչ նրբանկատեղ են եւ ինչու է մեզ այդքան կարեւորում այդ ամենը։ Մեզ պիտի հետաքրքրի նաեւ մեր Թուրքիան դնում ենք մի կողմ, մեր մյուս հարևանների արձագանքը սիրիական դեպքերին։ Վրաստան, Ադրբեջան։ Ադրբեջանի առումով մենք կարող ենք նշել, որ կան տվյալներ, որ Ադրբեջանի որոշակի շրջանակներ բավական ակտիվ ներգրաված են սիրիական դեպքերում, սիրիական իրադարձություններում եւ արդեն կան փաստեր, որոնք վկայում են, որ ադրբեջանցիները կռվում են ընդդիմության շարքերում։ Այսինքն նրանք ցույց են տալիս հանգուցալուծման իրենց շահագրգռվածությունը, որով։ Ես դժվարանում եմ ասեմ, որպես Ադրբեջան պետություն ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը այս խնդրում, որտեղ փորձում է ամեն կերպ կարծես թե խուսափել որոշակի դիրքորոշում ստանձնելուց։ Պատկերը այլ է Վրաստանի դեպքում։ Դա ենթադրում է, որ Թուրքիայից անկախ է գործում նա այսօր։ Դա ենթադրում է, ես կարծում եմ, որ նրանք ուղղակի չեն ուզում իրենց վրա լրացուցիչ պարտավորություններ վերցնեն այս հարցում։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ
օժանդակում են այն մարդկանց, որոնք ինչ-ինչ ազդեցությունների ներքո կամ դրան վաստակելու ներքո կամ ներգրաված լինելով ինչ-որ կազմակերպությունների մեջ ծայրահեղական իսլամիստական մեկնում են Սիրիա եւ այնտեղ կռվում են զենքը ձեռքին։ Վրաստանի մոտեցումը մի քիչ այլ է, Վրաստանը ավելի անշեղորեն այսպես պաշտպանում է արևմուտքին առաջին հերթին իհարկե այս հարցում։ Վրաստանից խոսեցինք, չենք կարող անտեսել այսօրվա Վրաստանի ղեկավարի այցը, վարչապետի այցը Հայաստան, բարձր մակարդակի շփումները, ինձ այդ շփումներում առանձնապես հետաքրքրեց աբխազական գծի նկատմամբ պաշտոնական վերաբերմունքը Վրաստանի։ Սա լուրջ փոփոխություն պիտի համարել։ Առաջին անգամն է այդպիսի կարծիք հայտնվում աբխազական գծի հավանական բացման վերաբերյալ։ Երբ ես վերևում նշում էի աշխարհաքաղաքական վեկտորներ, հաշվի է առնում նաև այս մեկը։ Դուք ինչ եք մտածում դրան։ Փաստորեն Իվանիշվիլին վարչապետ ընտրվելով, դառնալով շարունակեց այն գիծը, որ մշակվել էր դեռևս իրենց կուսակցության կողմից միջև իշխանության գալը, որտեղ իրենց նախընտրական փաստաթղթերում, հայտարարություններում նրանք ընդգծում էին, որ պետք է ձգտեն բացեն այդ երկաթգիծը։ Եվ նա ըստ էության իրականացնում է, իրագործում է այն խնդիրները, որ կային, որ իրենք նախապես էին դրել։ Եթե ընդհանուր գնահատենք ներկայիս իշխանությունների քաղաքականությունը Վրաստանի, ես դա կմնութագրեի որպես դժվար, դանդաղ, բայց կարծես թե հստակ երևացող վերադարձ իրական հիմքերի վրա հենված քաղաքականության, իրատես քաղաքականության, որտեղ Սաակաշվիլին եւ նրա կուսակցությունը, նրա թիմը փաստորեն Վրաստանը տանում էին այնպիսի ուղղությամբ, մասնավորապես շատ արագ, չափից արագ ինտեգրվելով արևմուտքի հետ, որը վտանգ ներկայացրեց Վրաստանի համար եւ պատահական չէր, որ ժողովուրդը նրանց դեմ քվեարկեց։ Հիմա Վրաստանը վերադառնում է այն իրողություններին, որ կան եւ երկրում եւ երկրի շուրջը։ Ես կարծում եմ այս գործընթացն է տեղի ունենում եւ եթե այս շրջանակներում դիտարկենք աբխազական երկաթգծի խնդիրը, դա միանգամայն տրամաբանորեն բխում է այս նոր քաղաքականությունից։ Այստեղ իհարկե Ռուսաստանի դիրքորոշումը մեծ նշանակություն ունի։ Աբխազիան հայտարարել է, որ ինքը դեռևս դեմ է, որտեղ ինքը ուզում է, որ Վրաստանը ճանաչի Աբխազիան որպես ինքնուրույն պետություն, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի որոշակի լուծումներ գտնել եւ երկաթգիծը գործարկել, բայց սա ժամանակ է պահանջում։ Եվ չմոռանանք այն հարևանին, կարևոր հարևաններից մեկին, եւ ես ուզում եմ թարմ տեղեկատվություն այստեղ ընթերցել, Թեհրանը Դամասկոսին կտրամադրի $1 միլիարդ վարկ, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է, թարմ պայմանագիրը, սա Սիրիայի վարչապետի Թեհրան կատարած այցի ժամանակ, բացի այդ սիրիական եւ իրանական կողմերը ստորագրել են եւս 7 պայմանագիր էներգետիկայի ոլորտում։ Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Իմադ Խամիսը հայտնել է, որ Իրանը Սիրիայում կֆինանսավորի էլեկտրակայանի կառուցումը, ինչպես նաև կապահովի երկիրն էլեկտրաէներգիայով։ Այդ նախագիծը, որ ամենակարևորն է այս տեղեկատվության մեջ, կիրագործվի Իրաքի հետ համատեղ։ Ինչ է ենթադրում այս հաղորդագրությունը եւ մենք ինչ հետեւություն պետք է անենք սրանից։ Առաջին հերթին պետք է մենք արձանագրենք, որ այս հաղորդագրությունը վկայում է, որ այն աշխարհաքաղաքական առանցքը, որը ստեղծվել էր Իրանի եւ Սիրիայի միջև, այս փորձություններին դիմացավ եւ փաստորեն շարունակվեցին դաշնակցային հարաբերությունները երկու երկրների միջև։ Սա հասկանալի է, որովհետեւ իմ կարծիքով Սիրիայում որոշվում է որոշ չափով նաեւ Իրանի ապագան։ Դա մեկ։ Երկրորդը պետք է նաեւ արձանագրենք, որ Իրաքի քաղաքականությունը ներկա փուլում գնալով դառնում է ավելի, այսպես ասած, քիչ կախված արևմուտքից։ Դա օրինակ երևաց այն հանգամանքում, որ Իրաքը սկսեց Ռուսաստանի հետ բանակցություններ զենքի մեծ քանակություն գնելու ուղղությամբ, շատ մեծ քանակություն, ստրատեգիական նշանակություն, եւ դա երևում է, որ փաստորեն Իրաքը
որոշ չափով իհարկե ոչ 100%-ով, բայց որոշ չափով ծառայում է որպես կապող օղակ Իրանի եւ Սիրիայի միջեւ։ Եվ նաեւ իհարկե չպետք է մոռանալ, որ Իրանը որոշակի ազդեցություն ունի նաեւ Իրաքի քաղաքականության վրա, քաղաքական շրջանակների վրա, որի հետ արևմուտք ուզած համակերպվում է, այնպես որ այն ծրագրերը, այն խնդիրները, որ դրվել էին սրանից 1.5 տարի առաջ, երբ սկսվում էին 2 տարի առաջ իրադարձությունները Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում արևմուտքի կողմից, Թուրքիայի կողմից, արաբական որոշ երկրների կողմից, որոնց նպատակն էր վերացնել Սիրիան որպես աշխարհաքաղաքական միավոր տարածաշրջանից եւ այդպիսով թուլացնել մեծապես նաեւ Իրանը, կարծես թե այդ ծրագրերը ձախողվում են, ամենայն դեպս ներկա փուլում։ Տեսեք, մենք փորձեցինք քայլել եւ կարծես թե հաջողվեց Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների եւ երկրների տարածքներով։ Հասկացանք յուրաքանչյուրի վերաբերմունքը, բայց այստեղ մի նրբություն կա, միգուցե նաեւ մտավախություն, երևի նաեւ ոչ մեր կամքով մենք հայտնվել ենք Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական տերմինի տակ։ Մեր կամքից անկախ է ստացվել, դա մի տեսակ նաև նեղացում է ենթադրում մեր եւ դրսի աշխարհի հետ մեր հարաբերություններում, ինչ է դրանից դուրս մենք հետաքրքրություններ չունենք։ Ես որպես պատմաբան կուզեի նշել, որ առաջին հերթին ես կարծում եմ, որ մենք պետք է վերաիմաստավորենք մեր աշխարհաքաղաքական դիրքը ներկայումս եւ չմոռանանք դուրս գանք Հարավային Կովկասից։ Այո, եւ չմոռանանք, որ մենք Մերձավոր Արևելյան ժողովուրդ ենք։ Հայաստանի մի փոքրիկ մասն է հիմա գտնվում Հայաստանի Հանրապետության իշխանության ներքո, այսպես ասենք։ Մեծ մասը դա Մերձավոր Արևելքն է։ Մերձավոր Արևելյան ժողովուրդ եք, որտեղ բախումներ են ընթանում եւ բախումների հոտ է գալիս։ Եվ մյուս կողմից, այո, բայց մյուս կողմից մենք մի ժողովուրդ ենք, որին սրանից 90 տարի առաջ գուցե ավելի քիչ փաստորեն միջազգային այն ժամանակվա հանրությունը, միջազգային համակարգը Սևրի պայմանագրով եւ Վիլսոնի իրավարար որոշմամբ հանձնեցին Մերձավոր Արևելքի մի զգալի հատվածը մեր իշխանության ներքո, մեր ինքնիշխանության ներքո։ Դա տեղի չունեցավ մնաց թղթի վրա իրական կյանքում չիրականացվեց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, բայց 20 թվականին աշխարհը ընդունեց այդ հանգամանքը եւ ես կարծում եմ, որ մենք պետք է հիմնենք մեր դիվանագիտությունը այդ իրողության վրա։ Վերջիվերջո Սևրի պայմանագիրը դա մեր ժողովրդի ոչ թե մեզ դա մատուցվեց, դա մեր ժողովրդի տասնյակ տարիների պայքարի արդյունքն էր, մեր ազգային ազատագրական պայքարի, դիվանագիտական ոլորտում։ Մենք ունենք փաստաթուղթ, որտեղ գրված է եւ չպետք է մենք դա մոռանանք եւ պետք է հիշեցնենք աշխարհին։ Շատ բարի։ Պարոն Սաֆրազյան, համաձայնելով ձեզ հետ պիտի ուղղեմ վերջին հարցը այսօր։ Դուք կանխատեսել եք մեր դիվանագիտության համար լարված տարի եկողը։ Կոնկրետ որ առանցքներն եք նկատի ունեցել եւ որն է ձեր այդ կանխատեսման հիմնավորումը։ Առաջինը իհարկե Ադրբեջանն է։ Ադրբեջանն է, որ ընտրությունների է գնում։ Այո, որ գնում է նախագահական ընտրությունների եւ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հետ անցյալ տարի, երբ նա սկսեց օգտագործել եւ ռազմատենչ հռետորաբանությունը եւ միտումնավոր սահմանների վրա լարվածության ուժեղացումը որպես ճնշման միջոց բանակցային գործընթացներում եւ հաշվի առնելով, ինչպես ասեցին, այս տարվա նախագահական ընտրությունները, ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունների նախորդին 1-2 ամիս առաջ այդ ամենը ավելի կսրվի Ադրբեջանի կողմից եւ դրանով իսկ իշխանությունները փորձ կանեն համախմբել բնակչությանը իրենց շուրջը, որ ապահովեն ավելի հանգիստ հաղթանակ։ Սա վտանգավոր է եւ պետք է, ես կարծում եմ, մեր դիվանագիտությունը ջանք չխնայի այս վտանգը հասցնելու մեր բարեկամներին, Մինսկի խմբի համանախագահներին։ Երկրորդը պետք է մենք հաշվի առնենք նաեւ տարածաշրջանում լարվածությունը կապված Իրանի հետ, ոչ թե որպես Իրանի քաղաքականության արդյունք, այլ այն քաղաքականության, որը անց է կացնում արևմուտք Իրանի նկատմամբ։
Որոշ հաշվարկներ կան, մասնավորապես Իսրայելի կողմից պաշտոնապես հրապարակվեցին այդ տվյալները, նրանք սպասում են, որ այս տարվա կեսերին Իրանը կհասնի ուրանի հարստացման այն մակարդակին, որը հնարավորություն կտա սկսել աշխատանքները միջուկային զենքի կառուցման պատրաստման ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ այդ տվյալները սխալ են, որտեղ Իրանում այդ գործընթացը իհարկե գնում է ուրանի հարստացման, որը ոչ մի հետախուզություն, ես դա բազմիցս ասել եմ, ինչքան ես ուսումնասիրել եմ, չունի հստակ տվյալ, որ Իրանը պատրաստում է միջուկային զենք։ Ուղղակի այնտեղ տեղի ունենում ուրանի հարստացում։ Այնպես ինչպես Իրաքում չկար քիմիական զենք։ Այնտեղ ընդհանրապես չկար, բայց Իրանը բավական հեռու է գնացել, շատ ավելի խորն են աշխատանքները, շատ ավելի լուրջ են, համակարգված են, ավելի բարձր է գիտական մակարդակը։ Լուրջ երկիր է Իրանը։ Բայց չկա, ես համոզված եմ Իրանում որոշում ունենալ միջուկային զենք։ Ուղղակի նրանք ուզում են խաղաղ ատոմ ունենալ։ Խաղաղ իրենց այսպես ասած ուրանի պաշարներ օգտագործելով, հարստացնելով օգտագործեն օրինակ Բուշեհրի էլեկտրակայանի համար։ Եվ քանի որ Իսրայելը այսպիսի հաշվարկներ արել, վերջերս էլ հրապարակվեցին մի շարք ամերիկյան խոշոր մասնագետների ուսումնասիրությունների արդյունքներ, նրանք կարծում են 14 թվականի կեսերին Իրանը կհասնի այդ մակարդակին։ Բայց ամեն դեպքում պետք է եթե ոչ սпасել, ապա շատ զգոն լինել, որ կարող է որևիցե կողմից կամ արևմուտքից կամ Իսրայելից հարված հասցվի Իրանի միջուկային այդ գործարաններին, հարստացման կենտրոններին։ Իսկ դա կնշանակի կտրուկ լարվածության ուժեղացում, գուցե եւ ռազմական գործողություններ։ Իսկ այս պայմաններում ես կարծում եմ Ադրբեջանը կփորձի օգտվել այս պայմաններից եւ զինված ճանապարհով, ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը իր օգտին։ Սա պատերազմ է եւ պետք է ես կարծում եմ մենք դրան պատրաստ լինենք։ Այս երկու հանգամանքն է, որ պետք է մենք հաշվի առնենք առաջին հերթին։ Շնորհակալություն։ Հարցազրույցների եթերում այս տեսակետները հարցազրույցում հնչեցրեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրասյանը։ Հաջողություն։